Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության մեղադրանքով 2 մարդ կալանավորվել է։ Անցած շաբաթավերջին 1 օրվա տարբերությամբ են ձերբակալվել, ապա կալանավորվել մերձավանցի Նարեկ Օհանյանն ու Գևորգ Հարությունյանը։ 20-ամյա Գևորգը խոստովանել է, որ ինքն է սպանել Վոլոդյա Գրիգորյանին և Կարեն Աբրահամյանին։ Ցույց է տվել ինքնաձիգը, որով կրակահերթ է արձակել նրանց ուղղությամբ։ Ընդունում եք մեղադրանքը։ Գևորգ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել սպանության և ապօրինի զենք պահելու հոդվածներով։ Նարեկ Օհանյանը մեղադրվում է սպանությանն օժանդակելու համար։ Օհանյանի նորակառույց շինության մոտ ուրբաթ երեկոյան հայտնաբերել էին հրաձիգի արտահակուստը, գիշերային տեսանելիության սարքը կիսաայրված։ Որևէ բան կարող եք ասել։ Սպանությունը կատարելու համար մեղադրվող Գևորգ Հարությունյանը եղել է Մերձավանի նախկին ԿՊԱ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանի մտերիմ ընկերը։ Անգամ միասին վերապատրաստվել են կրակարանում, հայտնում է Իշխանություն լրատվականը։ Ըստ նույն աղբյուրի, սպանությունից 10 օր առաջ Ախտոյանը հեռացել է Հայաստանից։ Եթե լիներ Վոլոդյա Գրիգորյանի ընկերը ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Արաքելյանը կարծում է, որ եթե սպանությունը կատարողից բացի կա օժանդակող, ուրեմն հնարավոր է այլ մարդկանց մատը ևս խառն է այս գործում։ Այդ շրջանակը մենք կարծում ենք, որ ավելի լայն է, քան այն անձինք են, որոնք այս պահին ձերբակալված են, հետևաբար ուղղակի ասել տեղի ունեցել վենդետա եւ մարդ է սպանվել, առավել եւս նաեւ կա այլ սպանված վիրավոր, իսկ մեզ համար անընդունելի է եւ նաեւ սլակներ օղելով Վոլոդյա Գրիգորյանի եղբոր ուղղությամբ։ Մերձավանում 7.5 ամիս առաջ Նարեկ Օհանյանի հարազատ եղբոր 29-ամյա Գրիգորի սպանության գործով այժմ տնային կալանքում է Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը Պայքար Գրիգորյանը։ Փետրվարի 5-ին Մերձավանի նախկին վարչական ղեկավար ԿՊԱ-ական Մհեր Ախտոյանի տան դիմաց արյունալի ռազմորկայի ժամանակ էր սպանվել Նարեկի եղբայրը։ Այդ գործով 15 մեղադրյալ կա։ Վոլոդյա Գրիգորյանի եղբայրը մեղադրվում է խուլիգանության համար, իսկ սպանության համար մեղադրվողը այլ մարդ է։ Նույնիսկ եթե համարենք, որ որևէ մեղավորություն կա, դա ամենևին սպանության վերաբերյալ չէ, որովհետև փետրվարյան դեպքերի սպանության մասով կոնկրետ անձին մեղադրանքի առաջադրվել։ Արաքելյանը ապօրինի է համարում Վոլոդյա Գրիգորյանի եղբոր կալանավորումը։ Համոզմունք հայտնում, որ այդպես պարզապես քաղաքական ճնշում են գործադրել Վոլոդյա Գրիգորյանի վրա մարտի 30-ի թիմ ընտրություններից առաջ։ Դեռևս հենց այդ դեպքից հետո էր Վոլոդյա Գրիգորյանը ներկայացրել դիրքորոշումը, որ սա պայմանավորված էր մարտի 30-ի ընտրություններով։ Ով եք դուք։ Գևորգ Հարությունյանի ձերբակալությունից եւ խոստովանությունից հետո ներքին գործերի նախարարությունը շտապեց հայտարարել, որ սպանությունը բացահայտված է, այն փետրվարյան իրադարձությունների շարունակությունն է, պատճառը միջանձնային հարաբերությունների լարվածությունը։ Սողակի խայտարակ դրսևորում է իրապահ համակարգի կողմից, երբ ընդամենը մարդուն մի քանի ժամ հետո ձերբակալությունից հետո սպանության բացահայտման մոտիվները, պատճառներն են ասում, եւ դրա համար գոյություն ունի դատարան, այսինքն բացառապես դատարանը ի վերջո կհասկանա սպանության պատճառները որոնք են եւ անթույլատրելի է, որ սա իրականացվում է իրապահ համակարգի կողմից։ Իշխանություն լրատվականի աղբյուրը վստահեցնում է, որ Վոլոդյա Գրիգորյանի հանդեպ քաղաքական հողի վրա թշնամանք է ունեցել Մերձավանի ԿՊԱ-ական նախկին համայնքապետ Ախտոյանը։ Բացի այդ, նա թշնամաբար է վերաբերվել նաև Գրիգորյանի հետ սպանված ոստիկանին Կարեն Աբրահամյանին։ Լրատվական հարթակին հասած տեղեկություններով անցած տարի կոռուպցիոն մի գործով Ախտոյանին ձերբակալել է անձամբ Կարեն Աբրահամյանը։ Էդգար Ղուշչյան, Միլենա Պողոսյան և Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք, ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։